Հարկ տիրոջը, Աստոտունը ընտեղ է, որտեղ իրեն երկրպագում են ու մեծարում են։ Աստոտունը ընտեղ է, որտեղ որ իր խոսքն է հնչում։ Հիսուս ասեց, որտեղ որ 2-3 հոգի իմ անունով հավաքվեն, ես այնտեղ եմ եւ իրենց հետ, իրենց մեջ։ Այնպես որ մենք հավատում ենք Աստծո խոսքին եւ ըստ Աստծո խոսքի Հիսուս Քրիստոսը այստեղ է Սուրբ Հոգու միջոցով։ Եվ դա ամենալավ լուրն է։ Կար ժամանակ, որ մենք հավատում էինք մեր ձևով։ Գիտեք, տենց հասկացողություն կա, որ ես իմ Աստված ունեմ, ես իմ ձևով եմ հավատում։ Բայց Աստված ասել է, թե ինչ երկրպագություն, ինչ փառաբանություն, ինչ զոհեր է ինքը ընդունում, եւ ինքն է ասում, ոնց մենք երկրպագենք իրան։ Եվ ամեն մեկ իր հավատքը կամ իր Աստվածը չունի։ Ամեն մեկը իր հավատքը ունի հիմնված Աստծո խոսքի վրա։ Եվ սա կոչվում է հավատք, որը տանում է դեպի բոլոր խոստումներին, որ Աստված խոստացել է։ Հավատք, որը փրկում է, հավատք, որը օրհնություն է բերում։ Գիտեք, շատ մարդիկ մտածում են, որ երբ որ մենք խոսում ենք հավատքից եւ ասում ենք սա հավատացյալ մարդ է, սա հավատացող մարդ է, եւ իրեն հարցնում ենք, ասում ենք դու հավատում ես Աստծուն։ Շատ մարդիկ այս հարցը հետեւյալ ձև են ընկալում։ Իրենք մտածում են, թե մենք հարցնում ենք, ասում ենք դու հավատում ես, որ Հիսուս Քրիստոսը եղել է եւ կա։ Եվ ինքը ասում է այո, ես հավատում եմ Աստծուն, այսինքն ինքը նկատի ունի, որ Աստված կա։ Բայց որ Աստված կա, բոլորը գիտեն, բոլորը հավատում են, որ Աստված կա, բացի աթեիստներից, մնացածը ովքեր որ անգամ տարբեր կրոններ են, իրենք էլ են հավատում, որ Աստված կա։ Բայց երբ որ Աստծո խոսքը ասում է հավատք, սա նշանակում է, որ հավատք, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի ասածների վրա։ Հավատում եք ինձ։ Տեսար դու ասեցիր ամեն։ Ես խոմ քեզ չէի հարցնում հավատում ես, որ ես կամ։ Ես քեզ հարցնում էի հավատում ես իմ խոսքերին, եւ դու անկախ քեզանից անգամ չմտալուց ասեցիր այո, որովհետեւ եսի նկատի ունեի հավատում ես իմ խոսքերին, ինչ որ ես ասում եմ։ Ես եկել եմ Աֆրիկայից 15 օր առաջ, հավատում ես թե չէ։ Կամ կհավատաս, կամ չես հավատա, բայց հիմքը նա է, որ ես քեզ ասեցի, ես Աֆրիկայից եմ եկել։ Եվ սա հավատքը, որը հիմնված է Աստծո ասածների վրա, այս հավատքն է, որը որ կատարելուց կամ հավատալուց մարդը ձեռք է բերում իրական փրկություն։ Եվ Աստված, երբ որ դու հավատում ես իր ասածներին, գալիս ես դեպի Աստծուն, եւ Աստված ասում է դու մեղավոր ես։ Եվ ինչ որ մեկ ասում է ես մեղավոր չեմ, ես ինչ եմ արել։ Ասի կարևոր չի դու հիմա հասկանում ես ինչ ես արել թե չէ, անգամ քո մտքերը, դու գիտես որ քո մտքերը մաքուր չի, եւ Սուրբ Աստծո առաջ բոլորը մեղավոր են։ Բայց երբ որ Աստված ասում է արդար չկա եւ ոչ մեկը, բոլորը մեղ գործեցին եւ Աստծո փառքից հեռացան, դա նշանակում է, որ ինքը ավելի լավ գիտի, որ ոչ մեկը չկա, եւ դու չես կարող ասես, գիտես ինչ, այդ մեկը ես եմ աշխարհում։ Եթե Աստված ասում է, որ բոլորը մեղավոր են, ուրեմն մենք պետք է գանք իր առաջ որպես մեղավոր մարդիկ, որ ինքը փրկի մեզ, ոչ թե մեղադրի, այլ փրկի մեզ, շնորհք գտնենք իր մոտ, եւ Սուրբ Հոգին Աստված կտա մեզ։ Եվ ամեն մի ապաշխարություն նշանակում է ապաշխարություն, երբ որ մարդը ապաշխարում է, երբ որ մարդը ասում է ես մեղավոր եմ, եւ ինքը զգում է, որ ինքը մեղավոր է, եւ հավատում է, որ ինքը մեղավոր էություն ունի։ Իսկ սիրելիներ, մենք ոչ թե մեղավոր ենք նրա համար, որովհետեւ մեղք ենք գործում, այլ մենք մեղավոր ենք, որովհետեւ մեր էությունն է մեղավոր։ Մեր ԴՆԹ-ն է մեղավոր, մեր գենետիկան է մեղավոր, մենք այտենց ենք ծնվել։ Եվ երբ որ Աստված ասում է դու մեղավոր ես, ինքը նկատի չունի, որ դու վատն ես։ Մեղավորը դա կարգավիճակ է, ստատուս է, կա մեղավոր եւ կա արդար։ Եվ եթե ես հիմա ասեմ ես արդար եմ, կա ստեղ մարդ որ արդար է։ Չկա։
Գիտեք ինչի, որտեվ երբ որ ասում եմ ստեղ արդյոք, գիտեք, ես պրովոկացիաներ եմ անում մեկ-մեկ, էլի իմ տոնայնությունը նենց է, որ դուք չհասկանաք ես ինչ եմ ասում։ Որտեվ երբ որ մենք ասում ենք արդարներ, դա նշանակում է մարդիկ, ովքեր ունեն այդ ստատուսը, այսինքն Աստված քեզ արդարացրել է, դրա համար ես դու արդար, ոչ թե նրա համար, որ դու մեղք չես գործում կամ դու լրիվ սուրբ ես, այլ նրա համար, որ Աստված իր որդուն տվել է քո մեղքերի փոխարեն, ինքը վերցրել է իր մեղքերի իր վրա եւ քեզ հայտարարել է ամբողջ տիեզերքով մեկ, ասում է, այս տղեն արդար է, որովհետև ես իրան արդարացրել եմ, ես վճարել եմ այդ մեղքի համար։ Եվ դու արդար ես։ Շատերը ասում են, այ մարդը իրանց արդարի տեղ են դրել, ինչքան գող, սրիկա, տուկա, գնում են եկեղեցի։ Սրանք էլ իրանց արդարի տեղ են դրել։ Ոչ թե իրանք ասում են, որ մենք ձեզանից լավն ենք կամ արդար ենք, այլ արդարությունը հավատքի միջոցով ենք մենք ձեռք բերել Հիսուս Քրիստոսի թափած արյան միջոցով։ Դրա համար մարդիկ, ովքեր որ հավատում են Աստծո խոսքին եւ Աստված ինչ ասում է իրենք անում են, այսինքն ապաշխարում են, իրենց մեղքերը թողնվում է, Աստված իրենց հայտարարում է, սրանք իմ որդիներն են։ Ուզի, չուզի, պետքա բոլորը ընդունի, աշխարհը ընդունի, սատանան ընդունի, որտեվ Աստված ասե։ Քո մեղքերի համար վճարված է, քեզ մնում է մենակ ընդունես Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ։ Սա է ամբողջ պատմությունը, ոչ թե մենք մեր գործերով, ոչ թե որ մենք ինչ-որ լավն ենք, մենք բարի ենք, դրանք հետո, բայց մենք գալիս ենք որպես մեղավոր Տիրոջ առաջ եւ Աստված վերցնում է մեզ, ներում է մեզ, մաքրում է մեզ, սրբում է մեզ եւ հայտարարում է ամունիստի ասում։ Էլ ինքը մեղավոր չի, իր ոչ մեկ մեղավոր չասեք, Հիսուս Քրիստոսը իր մեղքերի փոխարեն իր տեղը մահացել է։ Եվ ոչ ոք չի կարող քեզ այսուհետ մեղադրել, ոչ ոք չի կարող քեզ մեղադրել, որովհետև դու արդարացված ես։ Իսկ եթե արդարացված ես, ուրեմն արդար ես։ Ամեն։ Սա ամբողջ ավետարանը մի քանի րոպեում ուղղակի։ Նրանք ովքեր առաջի անգամ են եկել, Տերը ձեզ օրհնի շատ։ Եվ գիտեք, ես մի հատված ասեցի, ես եկել եմ ճիշտ ասած ոչ թե ավետարանչական ծառայություն անելու, ես եկել էի եկեղեցու հետ խոսելու եւ ես վստահ եմ, որ իմ այսօրվա խոսքից ինչ որ մի բան դու կվերցնես քո համար։ Միգուցե ինչ որ մի բան չկարողանաս հասկանալ, չկարողանաս ըմբռնել, որովհետեւ ինչ որ հոգեվոր բան, բայց ես հաշվի կառնեմ, որ դու նոր ես եկել այստեղ, միգուցե հոգեվոր խորություններ շատ չգիտես, բնականաբար որովհետեւ ավետարանն էլ չգիտես, եւ ես հաշվի կառնեմ եւ իմ խոսքի մեջ ավելի թեթև կլինեմ, որպեսզի բոլորին կարողանամ հասցնել Աստծո խոսքը։ Իսկ ամեն մեկը կվերցնի իր խորության, իր ճանաչողության համեմատ։ Տեսեք ինչ կա։ Ուրեմն, որ դու եկել ես այստեղ, դա պատահական չի, որովհետև Աստված քեզ նախասահմանել է փրկության համար։ Ինքը գիտի ով է գալու, ով չի գալու։ Դուք հավատում եք սրան։ Ինքը գիտի եւ իր երեխեքին ինքը կանչում է։ Եվ իր երեխեքը լսում են իրենց Աստծո ձայնը, չեն հասկանում ինչի, բայց իրենց ձգում է։ Այդ Հիսուս անունը իր մեջ ունի քաղցրություն, հարազատություն, եւ մարդը լսում է Հիսուս գալիս է, որ Աստված ասես, այդ էֆեկտը չի տա, բայց որ ասում ես Հիսուս, լույսը խավարից բաժանվում է։ Փառք Աստծուն շատերը կասեն, բայց որ ասես այդ մարդու, որ ասում է փառք Աստծուն, որ ասես մտածա փառք Հիսուսին, մի քիչ կմտածի, կամ ինքը իրան չի ասի փառք Հիսուսին, միջև բզող չլինի կողքից էլի, ինքը իրան մարդը չի ասի փառք Հիսուսին, կասի մեղայ Աստծո Աստված, անգամ կասի Հիսոս քեզ Քրիստոս, թե ինչի Հիսոս, ոչ թե Հիսուս, դա ես ճիշտ ասած գիտությունը դեռ չի կարողացել դա իմանա թե ինչի, բայց ամեն դեպքում մեր հավատքը հիմնված է Աստծո խոսքի վրա, ոչ թե մեր հավատքը հիմնված է մեր մտածածի վրա կամ մեր խղճի վրա։ Մեր խիղճը չի աշխատում, որպես դետալ ինքը կիսատ է աշխատում։ Խղճի վրա հույս դնել չարժի։ Բայց Աստված նորոգում է նաև մեր խիղճը։ Սիրելիներ, ես այսօր մի կարևոր թեմայի շուրջ եմ ուզում ձեզ հետ խոսել։ Ինքը թվում է թե այդքան հոգևոր չի, բայց ինքը շատ կարևոր թեմա է մեր կյանքի համար։ Որպեսզի ես սկսեմ այդ իմ այսօրվա քարոզը, հաշվի առնելով, որ այստեղ անգամ նորեր կան, ես շատ երկար չեմ լինի, կաշխատեմ կարճ լինեմ, բայց ինչ որ ասեմ,
ես խնդրում եմ, որ դու վերցնես եւ թող Սուրբ Հոգին սա մտցնի քո մեջ եւ դու մտածես սրանից այս խոսքի վրա եւ ինչ որ Աստված քեզ կառաջնորդի, դու դա արա։ Որտեղ Աստծո խոսքը միշտ փոփոխություն է բերում, Աստծո խոսքը միշտ նորոգություն է բերում, Աստծո խոսքը օրհնություն է բերում եւ ինքը մենակ չի եկել, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք, այլ ինքը եկել է, որպեսզի մենք այս երկրի վրա մեր ապրածից համու հոտը զգանք։ Որ մենք զգանք, որ կյանքը քաղցր բան է։ Գիտեք, մարդիկ կան իրենց կյանքը անիծում են։ Իրանք ասում են, «Էս ի՞նչ կյանք է»։ Բայց մարդիկ էլ կան նույն դժվարությունների մեջ են ու ասում են, «Այս ի՞նչ կյանք է»։ Լավ կյանք է, ուրախ կյանք է։ Քրիստոսի հետ ապրելը դա հրաշալի կյանք է։ Ես որ եկել եմ Աստծուն, երբևիցե չեմ էլ մտածել, որ ես կապաշխարեմ, եւ իմ ապաշխարությունը չի եղել ինչ-որ ոնց ասեմ, ինչ-որ մեկը ինձ համոզել է, ինչ-որ մեկը տենց ականջից նստել է, հոգնածնել է ինձ, դե ասեմ լավ զզվացրեցիր կգնամ, էլի։ Այդպես չի եղել։ Ես շատ հեռու եմ եղել կենթանի Աստծուց, շատ հեռու։ Իմ ապրած կյանքով, իմ գործերով, իմ աշխատանքով, իմ ընկերներով, իմ մտածելակերպով, իմ շրջապատով, շատ հեռու եմ եղել Աստծո խոսքից, բայց Աստված երբ որ իր հոգով կպել է ինձ, ես չեմ կարողացել դրան դիմադրել։ Ես հանձնվել եմ իրան, ասել եմ ես պատրաստ եմ անեմ այն ինչ որ դու ուզում ես, որովհետև ես զգացի, որ դու կենթանի ես։ Եվ ոչ թե ասում եմ հավատացի, այլ ես զգացել եմ Աստծո զորությունը եւ հաջորդ օրվանից իմ կյանքի մեջ սկսել են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ։ Եվ ես որտեղ որ գնում եմ, սկսում եմ խոսել, որ Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն կա, Աստված տալիս է իր հոգին ամեն մի մարդու մեջ, ով որ հավատում է իրան, եւ այդ հոգին, Սուրբ Հոգին սկսում է քո գենետիկան փոխել, քո մտածելակերպը, քո խոսալու ձևը, քո սովորությունները, ինքը սկսում է փոխել, եւ դու մի քանի տարի հետո քեզ չեն ճանաչում, ասում են, այմր դու էս ի՞նչ ա եղել քո հետ։ Աշխարհը չի կարող քեզ ճանաչի, որովհետեւ դու ուրիշ ես։ Եթե դու իրանց ասես խի վատն եմ, ինքը կասի չէ, բայց դու մեր նման չես։ Եվ դա շատ նորմալ է, դու Հիսուսի նման ես։ Մենք գնալով այս աշխարհին չենք նմանում, մենք գնալով նմանում ենք Հիսուսին։ Ով որ ուզում է ընդունի, թող ընդունի, ով որ չի ուզում ընդունի, դա իր գործն է։ Բայց ես լավ եմ զգում, երբ որ իմ մտքերը մաքուր են, իմ ներսում հայոյություն չկա, իմ ներսում նախանձությունը գնալով պակասում է, չեմ ասում մի անգամից կտրվում է, ինքը գնալով մեռնում է, այդ հին բնությունը գնալով մեռնում է։ Եթե ինչ-որ մեկին չկերակրես, մեռնելու է, ճիշտ է, չէ՞։ Ինչ ուզում ես, եթե չկերակրես, մեռնելու է։ Եթե մեր հին բնությունը չկերակրենք, ինքը մեռնելու է։ Եվ մեր մեջից աստվածային բնությունը մենք գնալով նմանվելու ենք Տիրոջը։ Եվ տեսեք Աստծո խոսքը ինչ է ասում։ Եփեսացիների տենց գիրք կա Աստվածաշնչում, Եփեսացիների թուղթ 2 գլուխ 1-ից 5։ Եվ դուք մեզ ասում։ Եվ դուք որ մեռած էիք հանցանքներում եւ մեղքերում, որոնցում մի ժամանակ գնում էիք, ավելի ճիշտ ապրում էիք այս աշխարհի սովորությունով կամ սովորության պես։ Ապրում էիք այս աշխարհի սովորությունով։ Օդի իշխանության իշխանի ազդեցության տակ կամ իր կամքով, ռուսերեն գրած է իր կամքով էիք ապրում։ Այն հոգու կամքով, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ, որոնցում մենք էլ բոլորս մի ժամանակ ապրում էինք կամ գնում էինք մեր մարմնի ցանկությունները կատարելով, մեր մարմնի ու մտքի կամքը կատարելով եւ բնությամբ բարկության որդիներ էինք, ինչպես ուրիշներն էլ։ Բայց Աստված, որ մեծ ողորմությամբ իր շատ սիրո համար մեզ սիրեց, երբ որ մեռած էինք մեր հանցանքներում, մեզ կենթանացրեց Քրիստոսի հետ, շնորհքով եք փրկված։ Փառք Տիրոջը։ Ինչ է ասում այս հատվածը։ Այս հատվածը ասում է, որ մենք մեռած էինք մեր հանցանքներում ու մեղքերում, եւ մի ժամանակ մենք ապրում էինք այս աշխարհի սովորության մեջ, սովորության պես, որի ղեկավարը կամ իշխանը, ով որ կառավարում էր այդ սովորությունները, դա սատանան էր, որ մենք ապրում էինք իր կամքը կատարելով, մեր մարմնի ու մեր մտքի կամքը կատարելով, մի խոսքով ինչ որ մեր մարմինը ուզում էր, մենք այդ էինք անում։
Եվ դա կոչվում է սովորություն։ Կարծես թե սովորություն բառը ինքը այնքան թեթև բան ասում, այս սովորություն ունի, այս սովորություն ունի, այս սովորություն ունի, բայց Աստծո խոսքը ասում է, որ սովորությունը այնքան հզոր է, այնքան հզոր բան է սովորությունը, որ դրա շեֆը ինքը սատանան է։ Օդի իշխանը անձամբ հետաքրված է, որպեսզի մարդկանց մտցնի այս աշխարհի սովորությունների մեջ։ Ոնց որ գրված է մի ժամանակ դուք էլ էիք ապրում այդ օրենքներով կամ այդ սովորություններով։ Այսինքն մենք անում էինք այն, ինչ որ այս աշխարհն է անում։ Մենք այդ սովորության մեջ էինք։ Տեսեք ինչ է անում հակառակորդը։ Ինչ անում սատանան։ Ինքը ինչ որ մեկին, որպեսզի այդ մարդուն մտցնի իր կամքը կատարելու այդ ծրագրի մեջ, սկզբից ինքը աշխատում է իր այդ համոզում է իրան, այ մարդ դու էլ ոչ մեկից պակաս չես, դու էլ ես արա, դու էլ են արա, դու էլ մեղ գործի, աշխարհում մեռնել կա, ինքը համոզում է իրան, եւ այս մարդը սկսում է ինչ-որ բաներ անել։ Հետո տեսնում է, որ այդ մարդը սկսում է անել այդ բաները, իր հիմա նպատակն է, որ այս մարդուն այդ ինչ-որ ինքը այդ վատ բաները անում է, մեկը ինչ-որ հայհոյում է, մեկը հարբեցողությամբ է զբաղվում, մեկը ծխախոտի հետ է շատ կապված, սովորություն ասում է, ասում ես ինչ ես ծխում, ասում է սովորություն է, կա գերություն, կա սովորություն, բայց լավ, եթե սովորությունը անգամ, այդ սովորության հետաքրքրված է ինքը հակառակորդը, եւ որպեսզի ինքը շատ քեզանով չզբաղվի, ինքը քեզ մտցնում է այդ սովորության մեջ, եւ ինքը թողում գնում է, դու արդեն անում ես այն, ինչ որ ինքը ուզում է, ել քո վրա ոչ հրեշտակ են դնում հակառակորդի սատանա հրեշտակներից, ոչ դևերն են քո հետ գործում, ոչ մեկ քո հետ գործ չունի, դու արդեն մտել ես սովորության մեջ։ Սովորությունը այնքան հզոր բան է, որ քեզ մի անգամ աշխարհին մտցնում է սովորության մեջ, ու ինքը քաշվում է մի կողմի վրա, եւ մարդը ինքը իրան այդ սովորությունով անում է այն, ինչ որ օդի իշխանը ուզում է, որ ինքը անի։ Էլ պետք չէ այդ մարդուն համոզել մեր գործի, արդեն իր մոտ դա դարձել է սովորություն։ Եթե հասկանում ես, ասա ամեն, ամեն, ամեն։ Եվ գիտեք, ամբողջ խնդիրը չի կայանում նրանում, այսինքն մեզ շատ անգամ, մեզ քրիստոնյաներիս, հավատացյալներիս շատ անգամ մեղադրում են կամ չեն կարողանում ընդունել մեզ, կամ շատ անգամ չեն սիրում, ոչ թե նրա համար, որ դու Աստծուն ես պաշտում, ոչ թե նրա համար, որ դու Հիսուսի անունն ես դավանում, այլ նրա համար, որ դու իրանց սովորությունների պես չես ապրում։ Երբ որ ես դարձի եկա, առաջի բաներից մեկը, որ ես նկատեցի իմ սրտի մեջից, հայհոյությունը գնաց։ Այսինքն, ոչ թե ինձ ասել են հայհոյությունը լավ բան չի, ինքը մեղքը շատ էլ լավ գիտեի, որ հայհոյությունը լավ բան չի, որովհետև եթե հայհոյությունը լավ բան լներ, դպրոցում կսովորացնեին, ինստիտուտում կսովորացնեին, մանկապարտեզում կսովորացնեին։ Բայց ես գիտեի, որ հայհոյությունը լավ բան չի, բայց կարևոր չի։ Դա քո սրտի մեջ է, դա քո էությունն է, եւ եթե մարդը սկսում է հայհոյել, դա դառնում է իր սովորությունը։ Ես տեսել եմ տղամարդիկ, ովքեր իր ծնողների մոտ են արդեն հայհոյում։ Դա սովորություն է։ Եվ ես զգացի, որ իմ սրտի մեջից հայհոյությունը որպես միտք ինքը չկա էլ։ Եվ դընդամենը մի ամիս էր երևի անց, երբ որ գալիս էի ես, այսինքն ոչ թե ես եկեղեցի ուշ եմ եկել, երբ որ ես հավատացել էի Աստծուն, մի ամիսից հետո ես զգացի, որ իմ սրտի մեջ հայհոյություն չկա։ Անցել է այդ օրվանից 92 թվականն եմ ես ապաշխարել, անցել է 33 տարի։ 33 տարի ոչ մի մարդ, իմ ընտանիքի մեջից ոչ մեկը, ոչ իմ ընկերների մեջից, ոչ մեր փողոցից, ինչ իրավիճակ ուզում է լինի, իմ բերանից կամ իմ սրտի մեջ հայհոյություն չկա։ Ուզում է գան խփեն մեքենայից, իմ մտքի մեջ չի գալիս, որ ես իրան հայհոյեմ։ Դա ինձանից չի։ Դա Աստված հետաքրքրված է, որպեսզի Սուրբ Հոգու միջոցով, Տիրոջ Հոգու միջոցով փոխի քո հիմ բաները ու նոր բաներ դնի դրա տեղը։ Իսկ այս աշխարհը ասում է, չես խմում իմ հետ մի բաժակ, դու էլ չես ուզում։ Ասում ես, չէ, չեմ ուզում։ Երբ որ դու ասում ես չեմ ուզում, կարող է ինքը հետ կանգնի, ասի դե չի ուզում, չի ուզում։ Մի հատ էլ կասի չես ուզում։ Բայց եթե դու իրան ասես, գիտես, ես առհասարակ չեմ խմում, այդտեղ կսկսվի արդեն խնդրեմը։
Ես չեմ խոսում խմիչքի մասին, ես դες ոչ ուսուցում ունեմ, ոչ մի բան, ես դրա մասին չեմ խոսում, ես առասակ խոսում եմ սովորությունների մասին, որովհետև ինչ հավաքույթ, ինչ թաղում, ինչ 40, ինչ նոր տարի, ինչ ծնունդ, ինչ որևիցե մի առիթ, եթե շիշը սեղանին դրած չի, դա սովորություն է։ Շատ անգամ։ Ամեն։ Մեր փողոցում մեծերը նարդի են խաղում։ Չղ, լավ է, խաղում են, բայց հետաքրքիրը գիտեք որն է։ Հետաքրքիրն է, որ իրենց սերունդը մեկը տենում ես այդ երեխեքը անչափահաս, նորից նույն ձևի նստած նարդի են խաղում։ Այդ սովորությունը շարունակվում է բանից պարզվում է, եւ այն ժամանակը, որ այս երեխեն կարա տա ինչ որ մի բան կրթվելու, ինքնակրթվելու, կարդալու, մի խոսքով մի բարի, մի լավ գործով զբաղվելու, այդ սովորությունը ինքը ժամանակը ուտում է։ Ես չեմ ասում ինքը սխալ բան է, մեղք է, ինչ է, բայց ինքը ուտում է ժամանակը եւ հակառակորդը հետաքրքրված է, որ դու քո ժամանակը տրամադրես անպետք բաներով։ Եվ դա սովորություն է։ Եվ գիտեք, մի Ստեփանոս անունով մեկը կար, որին սպանեցին հրեաները, որովհետեւ ինքը Հիսուս Քրիստոսի հետևորդն էր եւ աշակերտներից էր։ Եվ ասում են Ստեփանոսը ասում է, որ ինքը կարող փոխելու են, այսինքն քրիստոնեությունը փոխելու է Մովսեսի մեր տված սովորությունները, այդ դրամա իրանց սպանեցին, որովհետեւ իրանց թվում էր, թե ինքը եկել է իրանց սովորությունները փոխի։ Գիտեք, կա քրիստոնեական սովորություն եւ կա աշխարհի սովորություն։ Եվ Աստված որ մեզ կանչում է, ինքը հետաքրքրված է, որ մեր հին սովորությունները մենք թողենք, դա շատ դժվար է թվում մարդուն, եւ ես շատ եմ լսել, մեկը ասում, հիմա ինչ, որ ես գամ եկեղեցի, ասենք ձեր ասած եկեղեցի, ես էսի չեմ անելու, հիմա որ գամ էսի ձեր եկեղեցի, էսի չեմ անելու, տղամարդիկ մի քիչ հետ են կանգնում, ինչի, որ ասես դու հարբեցող ես, կասի չէ, կասես ստեն շատ ես սիրում էդի, կասի չէ, բայց ես չեմ կարա ասում, նստեմ ու ասեմ սովորության հակառակն է, որտեղ իմ ընկերները այդ սովորության մեջ են։ Միգուցե այսօր դժվար բան եմ ասում, ստե մի քանի նորեր կան, իմ ախպերս նոր է եկել, բայց գիտեք ինչ, ես ձեզ մի բան ասեմ։ Աստծո ասածը ավելի կարևոր է, քան թե ինչ-որ մեկի սովորություն։ Ես կախված չեմ ձեր սովորություններից, դասեք, ես այնքան մարդիկ ունեի իմ կողքը, որ երբ որ դուրս էի գալիս մեր տնից, այս տղեկը ինչ շրջապատում են, որտեղ գումար ունեի, որտեղ 23 տարեկան էի, 24 տարեկան էի եւ հաշվել եմ, էլի Եվրոպայի 80%-ը արդեն եղել էի 24 տարեկանում։ Իմ գործն էր էդի։ Եվ երբ որ ես դուրս էի գալիս, իրանք բոլորը իմ ընկերներն էին, իրանք բոլորը իմ կողքերն էին, ուր գնաս քո հետ կգանք, ախպեր մենք քո հետ ենք, բան ես կողմ ենք կողմ։ Եվ երբ որ ես ապաշխարեցի, սրանք կամած սկսեցին հետ քաշվել, ասում եմ տղեկ, ու սկսում են ինձ դատապարտելը։ Հետո իմացան, որ ես ոչ մի բան իրանց չեմ անի, իրանց այդ ծաղրի բանի համար, սկսում են արդեն ավելի ծաղրել։ Ինձ ծաղրում էին, բայց ես այն մարդը չէի, որ այն ժամանակ իրանք կարող էին ինձ ծաղրել դրա համար։ Բայց խելոք մարդիկ ինձ ասում են, լսի, Հիսուսին էլ են ծաղրել։ Եթե դու նայես դրան, դու չես կարա գնաս Հիսուսի հետևից, որովհետև խելացի մարդկանց միշտ էլ ծաղրել են։ Փողոցի կանգնած սեմուշկա չրտող ու թքող տղեկը, այն գիտնականը, որ անցնում է, սրան ասում է, այս լոխելի եկավ արա։ Ճիշտ չի։ Երբ որ դու ասում ես, ես ապրում եմ, ասենք, Կայարանի կամ Սիլաչիի տարածքում, քեզ ասում են, ասենք, ես ճանաչում եմ ձեր փողոցից պրոֆեսոր ես ինչին կամ գիտնական ես ինչին, կամ լավ ընտանիքի տեր ես ինչին ճանաչում ես, մի հատ խուժանի անուն են տալիս։ Ասում են, ես ինչին ճանաչում ես, այն խուժան է։ Ես ու հետարքի ասում ես, իսի չի են վատ մարդկանց անուններ տալիս, բայց ես ինչ ճանաչում ես, ճլեին ճանաչում ես, գնոյին ճանաչում ես, բրդոյին ճանաչում ես, ճիրին ճանաչում ես, մի հատ նորմալ անուն չեն տալիս։ Այս աշխարհը սովորություն ունի պիտակներ կպցնելու, մականուններ կպցնելու։ Ես մականուն չեմ ունեցել։ Իմ ընկերները բոլորը մականուն են, չաղը, ճլեն, շլանգը, մարտոն, ինչ անուն ասես կա, ինչ որ չկա այդ բառարանի մեջ, այդտեղ կա։ Բայց գիտեք ինձ ինչի անուն չեն կպցրել, որտեվ ես ոչ մեկին իր մականունով չեմ ասել, ես բոլորին անունով եմ ասել։ Եթե ուզում ես դուրս գաս այդ սովորություններից, այսինքն քո վրա չկպնի այդ սովորությունը, հակառակ գնա այդ սովորություններին։ Հակառակ գնա եւ կտեսնես, որ Աստված սկսում է կամած քեզ բարձրացնել
Նրանք ովքեր որ ուզում են քեզ իջեցնել, նրանք ովքեր որ քեզ ասում են, «Ա դու ինչ տղա ես»։ Լսեք, ես որ տուն էի գալիս մեքենայով, ես միշտ կամ հարբած էի, կամ էլ մի ուրիշ ինչ-որ դոզայի տակ էի։ Այդ 24 տարեկանում, երբ որ 25 տարեկանում մինչև որ ապաշխարեցի։ Պապաս ու մամաս պատուհանից sense կանգնած նայում էին, մամաս լացուն էր, հետո կնոջս ասում էր, որ ներս մտնի, դու էլ լացի։ Ես քինս ասում եմ, բայց ես չեմ ուզում լացեմ, ասում եմ, չէ, դու պետք է լացես, որ ինքը էլ էդի չան։ Իրանք լացում էին, որտեղ գիտեն, որ հեսա գալու եմ մեքենայով, հետո մյուս օր ասել եմ, ով է ինձ բերել, բայց ինձանից չէր երևում, որ ես հարբած եմ, բայց իրենք լացում էին։ Հետո, երբ որ ապաշխարեցի, սիրելի քույրեր ու եղբայրներս, մի օր հերս ասեց, «Արա կարգին տղա էր», ասեց, «Արա»։ Նստած էինք իրար հետ, մի րոպե ասում եմ, լացում էիք։ Հիմա կարգին տղա եմ, հետներս նստում էիր, մի բաժակ խմում էիր, ես եմ ինչ ասում եմ, լսի, ես չեմ ուզում, չես հասկանում, իմ համար նարինջի սառը հյութը մեջնել այդ սառույցները ավելի համով է, քան թե այն, որ ես գալիս ու դուք լացում եք։ Ինչի՞, որտեվ ինքը համաչում էր, որ ես այդ աշխարհի սովորություններից դուրս եմ եկել, իբր ես արդեն տղա չեմ։ Ես ավելի տղա եմ, քան թե որևիցե մեկը։ Լսեք, ես այսօր ընդհանրապես խմիչքից չեմ խոսում, հանգարց որևիցե մեկը չմտածեք, ես եկել եմ այստեղ խմիչքից խոսա, բացարձակ, ուղղակի դա տիպիկ օրինակ է։ Խաշ էինք դնում, ասում եմ, դատենք խաշ եք դնում, ասում եմ, բա խաշի հետ մի բաժակ։ Լավ է, չէ՞ խաշի հետ մարդիկ կան, մի բաժակ, բա խնդիր չկա։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ։ Ինչ որ անում ես դու, արա մտածված։ Եվ ես ասում եմ, ինչի համար անեմ։ Ասում եմ, դե ախորժակդ կբացվի։ Ասում եմ, ես քանի, ես այս մի 2-3 աման կուտեմ, ու դու նոր կհասկանաս ինչա նշանակում ախորժակը։ Ես ախորժակ ունեմ, ուրիշ ինչի համար։ Եվ գիտեք ինչ ես, սովորությունը ինքը ոչ մի պատճառ չունի։ Սովորությունը բթամիտ է։ Ինքը անում է մի բաներ, որ ինքն էլ չի հասկանում ինչի անում։ Որտեղ ինքը չի կարող բացատրի ինչի համար, ռեալ բացատրություն չի տալի։ Եվ ինքը շատեր ասում են, դե դա սովորություն է։ Երբ որ իմ պապիկս մահանում էր, վերցրեցին այդ դագաղը, 3 անգամ խփեցին դռանը։ Բում։ Մեջտեղ մահացած դում։ Հետո ասում ես, մի րոպե, ես ինչ եք անում։ Ոչ ոք չի կարող ասի, թե ինչի են խփում դռանը։ Սովորություն է։ Հետո մեկը լուրջ դեմքով ասեց, արդեն վերցրել էին, մեկը ասեց, պտտեք դեպի իր տունը, թող վերջի անգամ իր տունը տենա։ Այդ մարդը ոնց տենա, այդ մարդը մեռել է։ Այդ մարդը ոնց վերջի անգամ, այն էլ նշում է, վերջի անգամ իր տուն տեսնի։ Հետո բռնեցին, պտտեցին, հիմա գիտեք, դες բան չեն անում։ Բռնեցին, պտտեցին ու տարան։ Հիմա եթե ես տես բան ասեմ, ասենք, այն ժողովրդին, այն մարդկանց, ովքեր որ ավելի ավանդապաշտ են, ես իրաց կասեմ, եթե դուք ինձ բացատրեք, ինչի եք էդի անում, ես ընդունեմ, բայց որ դուք էլ չգիտեք ինչի եք էդի անում, ու անում եք մի բան, որ չգիտեք, դա նշանակում է, որ դա ավանդույթ կամ սովորություն կամ որևիցե մի բան է։ Իսկ Աստված մեզ կանչել է, որ մենք մեր մտքի նորոգությամբ նորոգվենք, որ հասկանանք որն է լավ եւ որն է վատ։ Ամեն։ Մենք ոչ թե սովորությունով պետք է ապրենք, այլ մենք պետք է ապրենք, ես ձեզ մի բան ասեմ, մի հեշտ բան ասեմ։ Մի կարևոր բան ասեմ քեզ։ Մեր հայ ժողովուրդը առաջնորդվում է հետևյալ բանով։ Եթե ինչ-որ մի բան վնաս չի, ես կարամ դա անեմ։ Տեսեք, մի հատ ուշադիր լսեք, մի հատ լավ բան եմ ասում ձեզ։ Ժողովուրդը սենց է, ասում ես ինչի ես էսի անում։ Ինքը ասում է, բայց դա ինչ վատ բան կա։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Ինչի այդտեղ վատ բան կա։ Ես այս մարդու ասածը լուրջ եմ ընդունում։ Իսկ ինքն էլ իր ասածը լուրջ չի ընդունում։ Ուզում ասի, բայց խի չանեմ։ Ես ձեզ մի լավ բան ասեմ։ Ոչ թե առաջնորդվեք նրանով, որ այդտեղ ինչ վատ բան կա, այլ եղեք հрьяաների պես, որոնք որ Աբրահամից օրհնություն են քաշել մտքով, եւ իրենք չեն ասում այդտեղ ինչ վատ բան կա։ Իրենք ասում են օգուտ կա, կանենք, օգուտ չկա, չենք անի։ Դուք ասես ի՞նչ տարբերություն։ Հələ մտածի տարբերությունը։
Եթե վատ բան չկա այդտեղ անեմ, իսկ հրեան ասում է, եթե օգուտ չկա, չեմ անի։ Այսինքն կարա ինքը վնաս չտա քեզ, բայց քեզ օգուտ էլ չի տալիս։ Եթե քեզ օգուտ չի տալիս, ինչի ես դա անում։ Հрьяաները, եթե կարդաք ավետարանը կտեսնեք, Պողոս Արաքյալը շատ անգամ ասում է, ինչ օգուտ է եղբայր, եւ Հիսուսն էլ էր ասում, ինչ օգուտ, եթե մեկը ամբողջ աշխարհը վաստակի, իր կյանքը կորցնի։ Օգուտը ո՞րն է։ Պողոս Արաքյալը ասում է, ամեն ինչ ինձ օրինավոր է, խնդիր չի, մեղք չի, հարց չկա, բայց հարցը դա չի, մեղքա թե չէ։ Հարցը նա է, ինձ օգուտ է, թե չէ։ Եթե մենք կարողանանք դրանով առաջնորդվենք մեր կյանքի մեջ, դուք կտեսնեք ինչքան իմաստություն ձեռք կբերենք։ Իսկ սովորությունները մեզ տանում են, որ մեր միտքը փակվի եւ մի բան անենք, որ մենք էլ չգիտենք ինչ անենք, ինչա բոլորը անում են։ Եվ դրա հետևը կանգնած է օդի իշխանը, այսինքն դրա հետևը կանգնած է մի ուժ, որը հետաքրքրված է, որ մեզ բթացնի։ Իսկ Աստված մեզ կանչել է իր երեխեքը լինելու համար։ Եթե 5 տակարանում շաբաթ օրը մեկը ուրիշ բան աներ, քան թե գնալ տաճար, գործ աներ, ճաշ էփեր, էշը փոսից հաներ, ասենք, ինչ որ մի բան աներ, եւ ինքը խնդրեմ կունենար, որովհետեւ ըստ հрьяաների շաբաթ օրը սովորություն ունեն իրանք ըստ Աստծո պատվիրանի գնալու եկեղեցի։ Ես Կիրակի օրերը սովորությունն եմ գնամ եկեղեցի սիրելիներ։ Մարդ կգա, կհարմարվի, կգա, չի հարմարվի, չի գա։ Եթե դու ուզում ես օրհնություն ունենաս, մշտական օրհնություն, Աստծո խոսքը սարքի քեզ սովորություն։ 25 տարի անցել է, ես Կիրակի օրը երբեք չեմ բացակա։ Եթե մի տեղ էլ ուրիշ լինեմ, ես եկեղեցի եմ փնտրում։ Ես Աֆրիկայում էի չգտա, լավ այդ տեղը այս վերջերս այնտեղ էի չգտա, որտեղ այնտեղ մուսուլմանական երկիր էր, շատ լավ, օքեյ, հասկանալի է, բայց եթե ես քաղաքում եմ, եթե ես երկրում եմ, Կիրակի օրը սովորություն դարձրա քեզ, երբ որ սովորություն դարձնես քեզ, էլ չես մտածի, գնամ թե չգնամ, որտեղ դա քո սովորությունն է, առավոտ հելնում ես, սովորությանը համեմատ ցայվում ես, քեզ կարգի ես բերում եւ քո սովորության համեմատ գնում ես Տիրոջը երկրպագելու։ Ասեք, Տիրոջը երկրպագելը սովորություն պետքա դարձնել։ Աստծո խոսքը պետքա սիրել ու դարձնել սովորություն։ Ես սովորություն չունեմ որևիցե մեկին վիրավորելու։ Ես այդ սովորությունը չունեմ եւ դու կազատվես։ Եթե Աստծո խոսքը սարքես քեզ սովորություն, ել չես կռվի հակառակորդի հետ։ Դա արդեն քո սովորությունն է։ Դու արդեն ապրում ես ինքնըստինքյան։ Դրա համար կա աշխարհիկ սովորություններ, կա տարօրինակ սովորություններ, երեք կա տարօրինակ սովորություններ։ Եվ սովորության մեջ մտնող ինքը չի հասկանում, որ ինքը սովորությունը ես երբ որ քարոզում եմ մի ժամանակ չգիտես ինչի է շալվարս հետևից քաշում էի վերև բայց ինքը ոչ երկար էր ոչ էլ սովորություն էր մարդկա սովորությունի ականջնակորում մարդկա սովորությունի գլուխնակորում բայց քորել չի գալ արդեն իր մոտ սովորությունն է մեր դասանից մի հատ տղա կար միշտ մազերը սենց էր անում բայց ինքը մազել չուներ այդտեղ եւ գիտեք դա տարօրինակ է սովորություններով ապրող մարդը տարօրինակություններ է ձեռք բերում։ Եթե դու իրան սթափ նայես, կտեսնես, որ ինքը տարօրինակ է, ինքը մի բաներ է անում, որ հեչ պետք չի անել։ Եթե համաձայն ես, ասա ամեն։ Ամեն։ Ինչ նշանակում սովորություն։ Սովորությունը մի բան է, որ դու անում ես ռեգուլյար։ Ճիշտ եմ ասում, թե չէ, որ դու դա ռեգուլյար անում ես եւ դա քո սովորություն, որովհետեւ դու միշտ ռեգուլյար անում ես։ Գիտեք, կա սովորություն հայհոյությունը։ Մարդկա սովորություն ունի հայույմը, ամբողջ Ռուսաստանը այսօր երբ որ նայում ես ինչ-որ նամանավանդ հիմա տենց վիճակա չէ պատերազմական, ամբողջ տունը նստած է, հայրը, մայրը, երեխեն, թոռներ կան այնտեղ հարցը, եւ ես բանով այդ ինտերնետով հայհոյում է, բարձր, իրանց մոտ այդ դարձել է հայությունը սովորական երևույթ, ով որ սովետական միությունում ծառայել է բանակում, ախպերս ծառայել ես, չէ, վերևից մինչև ներքև գեներալից բռնած մինչև սովորական սալդատը իրանք խոսում են հայհոյությամբ։ Եվ երբ որ դու ասում ես, ապա ինչի ես ինձ հայհոյում, ասում եմ ես քեզ չեմ հայհոյում։ Ասում ես, բայց դու հիշատակում ես մոր անունը։ Ասում եմ, դա քո վրա մի վեկալ, դա պրոստը մենք ասում ենք, դա սովորություն է մեր մոտ։ Չաս, ուրեմն մարդ կա հայհոյությունը, ազգ կա, որ հայհոյությունը դարձել է սովորություն։ Ազգ կա, որ այդ անհասկանալի երևույթներն է այդ կապված այդ մահացած մարդկանց հետ, չգիտեմ, այնտեղ
հողի վրա օղի են լցնում, չես հասկանում ինչ է, ասում այս էլ իր փայ է։ Այսինքն ինք ընդեից խմում, այդ տրուբիչկայով։ Էսի չեք անում դուք։ Իշո մի բան ասում են, լավ ասում են, ամեն դեպքում ինչ որ ասում են, դա սովորույթ է, իրականում դա այդպես չի։ Մի ժամանակ երբ որ մարդը մանում էր, հաց էին դնում ջրի վրա, նկարի կողքը մոմ էին վառում, ասում էին, էսի իր բաժինն է, ինքը իբր թե գալու է ինքը ուտի։ Եվ այս տան երեխեքը լսում էին էդի, եւ երեխեքը վախենում էին։ Ես ես մի հատ սովորություն ասեմ, միգուցե ինչ-որ մեկերին էդի դուր չգա, բայց խնդիր չի։ Ես Աստծո խոսքը քարոզող եմ, դուր կգա, դուր չի գա, դա իմ համար այդքան մեծ էական նշանակություն չունի։ Ուրեմն սովորություն կար, երբ որ մարդը մահանում է, մարդուն նկարը այդ մեծացնում են, եւ այդ նկարը, որը որ տանում են ինչ-որ այս գերեզմանոց, բերում են հենց այդ նկարը կախում են պատից։ Ու այդ նկարը հանում են մենակ այն դեպքում, երբ որ մեծերից մեկը մահանում է։ Հետո վերցնում են այդ նկարը դնում են պատվալ, այդ ջահելները, էլի։ Հետո այդ էլ թորն է գալիս, վերջը թորը ինչ-որ մեկը ռիսկ անում, ասում է դե մեզ ինչի է պետք է նկարը, ռամկեն տանք էս մեկին եւ այլ, եւ ինքը ազատվում է այդ բաներից։ Ես մի անգամ մեկը կանչեցին, ասեց մեր ծնողները, ասեց բանը, իմ թորը ծնողները կանչեցին, ասին մեր տան պուճուր երեխեն վախեր է ձեռք բերել, վախ։ Ասեց կգաս իր համար աղոթես, ասեցի շատ լավ։ Դե գիտեք հիմա վախերի պատճառները մուլտիկներն է, բաներն է, որ հիմա շատ նայում են, դրանք վախենալու բաներ են, մենք չենք վախում, բայց այդ երեխեքի ենթագիտակցության մեջ մտնում է։ Իշո մուլտիկները ասենց աչքերով, ես էլ եմ վախում, որ ուշադիր նայեմ։ Եվ գիտեք, ես մտածեցի, թե տենց մի բան ասի, գնամ այս երեխու հետ խոսամ։ Գնացի այդ երեխու մոտ նայեցի, խոսեցի, բան, մեկ էլ աչքս ընկավ այդ մեծ նկարին, մի հատ լուրջ ձյաձա էր, էլի, տես նկարը ասենց կախած խփած պատին, եւ գիտեք Սուրբ Հոգին ինձ ասեց, այս երեխեն այս նկարից վախենում է։ Որտեւ այդ մարդը տեղ ապրե։ Ես ասացի, ես այս ծնողներին ասացի, մի հատ բան եմ ուզում ասեմ, ձեզ մի քիչ դժվար կլինի, էլի ձեզ լսելը։ Այս որ նկարը դրել եք այստեղ, ես հասկանում եմ, դուք սիրում եք այդ մարդը, ձեր մարդը հետ հարգված է։ Դա սովորություն է, ազգի սովորություն է, կարող ազգից մեկը գա ասի, չհասկացա, չես սիրել հորդ կամ չես սիրել մորդ կամ չես սիրել ձեր պապիկին, ուր է իր նկարը։ Եվ դա սովորույթ է, սովորություն է, դա ավանդություն է եւ այլ։ Հետո գիտեք ինչ ասեց, ասում է գիտես ասում է, լա էդի նկարը հեչ, ասում է այս քահանան եկավ։ Ասեց ինքը հələ մի 40 օր էս երկրի վրա է մնալու եւ ինքը ձեզ տեսնում է եւ այդ հացը դրեք այդտեղ, որտեվ դա իր բաժինն է։ Երեխեք, էսի ուժս է։ Ես արդեն վախեցա։ Իսկ պատկերացնում եք, այս երեխեն պատկերացնում է, չի քնում գիշերը, որտեվ պատկերացնում է, այս ինչ-որ մեկը գալիս է այդ հաց ուտում, այդ իր պապին է բան։ Եվ մենք ասում ենք, որտեղից է գալիս այդ ամեն ինչը։ Սատանան հետաքրքրված է քանդի մարդկանց կյանքը սովորություններով։ Ես ասեցի, գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, դա ձեր գործն է, բայց ես ասեմ ձեզ, մի հատ սիրուն նկար վերցրեք, իր այդ կենթանի ժամանակվա ժպտացող մի հատ գեղեցիկ նկար, դրեք փոքր ռամկայի մեջ, եւ միտեղ դրեք այդտեղ, որպես հիշատակ իր այդ ուզում եք նկարը անպայման լինի, բայց էդի մի դրեք այդտեղ, ձեր գործն է, գիտեք, որտեվ երբ որ մարդու ավանդույթներին այդ սովորույթներին կպնում ես, ոնց որ իր սրբության սրբոցը մտնես։ Անենց հա պաշտպանում է, ոնց որ դա սրբություն է իր համար։ Ես մի անգամ գնացել էի միտեղ ծառայելու, ավետարանի խոսքը խոսեցի, մեկը ասեց կգաս մեր հարևանի հետ էր խոսած, գնացինք ընդեղից էլ խոսեցինք, այս տղեն ուզում էր ասել, որ ես էլ ունեմ ավետարան։ Ասեց հələ հետևիցս արի մի բան ցույց տամ, հրազդանում էր, ես որպես հիշում եմ։ Ասենց լուրջ դեմքով ես էլ իր հետևից գնում եմ, շուտ տանում եմ միտեղ մի հատ հին բան է, այդ ցախանոց է, չերդակ։ Հին ցախանոց է, մտանք ընդեղ, մեկ էլ այդ պահին մի հատ երեխա իր երեխեքից մեկը պուճուր եկավ, բա գնաց տեղից, հələ փախի բան։ Ես ասեցի, ի՞նչ է ցույց տալիս ինձ այս երեխուն էլ ասում գնաց տեղից։ Դե կանգնած նայում ես, սպասում տեսնում չէ, մեկ էլ ձեռը գցես մի անկյունից։ Միացած ինչ-որ տրյապկայով փաթաթած մի բան հանեց։ Ես ասի, հեսա մասունք հալելու, մեկի քիթն է, ականջն է, ինչա, մեջից հեսա մասունքից հանելու է, պատրաստեցի, որ ես էլ եմ վախենալու, դե երեխուն ասեց, հələ փախիս տեղից բան մտածեցի, վախենալու բան է։ Մեկ էլ էսի բացեց հին, մի տրյապկա, կեղտոտ, փոշոտ, բացեց, մեկ էլ մեջից մի հատ գիրք հանեց, ասեց, այսի է իմ սրբությունը։ Սես նայեցի իրան, ասի, մեղք են մարդիկ։ Բա էսի պապս ա տվել։
Գիտեք, ու այդ սովորությունները, այդ անհասկանալի երևույթ է, դա ողջամտություն չի, դա հիվանդ մարդու մտածելակերպ է։ Գիտեք ինչի, որտեղ կրոնավորությունը, գիտեք ինչ է կրոնավորությունը, որ մարդուն գերի է բռնում Աստծո անվան տակ, բայց այդտեղ Աստված չկա։ Դա սուտ է, խաբկանք է, դա սատանայի կողմից բերած երկյուղ է ու վախ է, որը մարդուն ողջամտությունից գցում է եւ ուզում է, որպեսզի մարդը իրան նման, գիտեք, իրան երբ որ վերևից գցեցին, իր ուղեղը խախտվել է։ Եվ ինքը ուզում է, որ իրան նման խախտված ուղեղ ունենա մարդը, բայց ես ու դու կանչված ենք նորոգվելու։ Ինչ որ անում եք գրած է խոսքով թե գործով, արեք Աստծո փառքի համար։ Ուխ, ասում ես, արի ես իմ արածը ոնց է, ու կողքից նայում են, ասում են, ես ճիշտ ողջամիտ մարդ է։ Գիտեք, ես մեկ-մեկ չի հերիքում իմ ես, ոնց որ ասած ես համեստությունս, էլի մի քիչ դուրս եմ գալիս ես համեստության շրջանակներից, ասում եմ, դուք այդքան մտած ասում եք հավատացյալները սենց, հավատացյալներն էս տիպը դուք ենքան, հələ մի հոգի կա, բերեք կյանքից խոսանք, էլի բերեք մեկը թող ինձ ռեալ փաստացի ինչ-որ մի բան ասի, բայց աթեիստ չլինի, որտեղ աթեիստը հերքում է ամեն ինչ։ Եկեք կյանքից խոսանք, խո մենք չենք խոսում կրոնից։ Մենք խոսում ենք կյանքից, որովհետև դա կյանքի բաներ են։ Եթե մարդը կյանքի օրենքը չգիտի, ո՞նց ինքը պետք է ապրի։ Իսկ կյանքը Հիսուս ասեց. «Ես եմ կյանքը»։ Չասեց ես ինչ որ ասում եմ, ես մոտավորապես ճիշտ է, ճիշտ բաներ եմ ասում, էլի։ Ճիշտ բաներ ասող շատ կա, կյանք տվող չկա։ Գիտեք մեր ժողովուրդը ինչ ասում։ Ասում է խորհուրդ տվողները շատ են, հաց տվող չկա։ Իսկ Հիսուս ասեց. «Ես կենդանի հացն եմ, որ իջնում է երկնքից»։ Ով որ ինձ ուտի, ինքը հավիտյան կապրի։ Ինչ աշակում Հիսուսին ուտել, լսի վերցրու խոսքը, որի մեջ հոգի կա, կարդա խոսքը, քաշի այդ հոգին մեջից, խմի, ու դու կտեսնես քո կյանքը կփոխվի։ Փոխի այդ սովորությունները։ Լավ, հերիքը նրան ասես, որտեղ է գրած, դա մեղք չի, որտեղ է գրած, որ դա մեղք կա։ Հին ժամանակ է, եղել չի գրվել, բայց ես քեզ հարց եմ տալի, ինչ օգուտ, որ դու դրա մեջ ես։ Օգուտը ցույց տուր ինձ։ Մարդկա կռվելու սովորություն ունի։ Հիմա գիտեք, երբ որ ինձ խոսում են պատերազմական վիճակից, իմ կինը ուկրաինացի է։ Եվ երբ որ խոսում են Ռուսաստանի ու այդ Ուկրաինայի պատմությունից, ես պատերազմից, ես խուսափում եմ այդ թեմայից, որովհետև ես գիտեմ, որ եթե ես խոսամ, ինքը կռիվ է բերելու։ Հələ փորձի Կորինթացիների 11-րդ գլխից խոսա, կռիվ է բերելու այն մարդկանց հետ, ովքեր գլխաշոր են գցում։ Եվ Աստված չի ուզում, որ մենք կռվենք, Աստված չի ուզում, որ մենք վիճենք։ Մարդկա կռվում է մի հասարակ բանի շուրջը։ Ասում է, այս մոտորը քանի ձիաուժ է։ Մեկը ինձ հարցեց, ասեց, ես քո մեքենայի մոտորը քանի ձիաուժ է։ Ասեցի 2.6, ասեց 2.6 չի լինում։ Ելնում է կամ 2.4 կամ 3.2։ Ասեցի իմը 2.6 է։ Ասես չի կարող պատահի։ Ասեցի դե հիմա ինձ տենց են ասել, արդեն ես գիտեմ, որ իմը թղթերով 2.6 է։ Հիմա ինքը ինձ ապացուցում է, ինչ որ իբր տես չի։ Ես ասում եմ, լավ, օքեյ, թող լինի 2.6։ Ապեր ես կապացուցեմ քեզ։ Այդ ցավտարım չեմ ուզում, թող լինի 2.6, թող լինի 2.7։ Ինչքան ես ուզում լինի։ 2.8, թող լինի 2.8։ Կյանքը դրանով չի փոխվի։ Չէ, ապեր, ես քեզ կապացուցեմ, որ դա տենց չի։ Ասեք, մենք շատ անգամ սովորություն ունենք ապացուցելու, մինչև վերջ գնանք, ապացուցենք, որ դա տենց չի։ Լսի, ումնա պետք է վեճը։ Ավելի լավ չի ասես, ոքի թող տենց լինի։ Հետո գնաց ինտերնետը բացեց, ասեց ապեր 2.6 է, ես չգիտեի, ասի ոքի, խնդիր չկա, հիմա 2.6 է, 2.4-ը պատում է, ինչ-որ մեծ հարց է։ Ասեք, սովորություն պետք չի ունենալ կռվելու։ Կռվել է սովորությունը, հայովել է սովորությունը, վատ սովորությունը։ Գիտեք, դուք ասես, բայց ինչ անեմ, որ այդ սովորությունից դուրս գամ։ Ձեռք բերեն սովորությունները, որը որ Աստված ուզում է, որ դու ունենաս։ Հիսուսն էլ ուներ սովորություն։ Գիտեք, Հիսուս սովորություն ուներ։ Ես կարդամ, տեսեք ինչ սովորություն ուներ Հիսուսը։ Գրված է, եւ դուրս եկավ իր սովորության պես, գնաց Ձիթենյաց սարը եւ աշակերտներն էլ նրա հետևից գնացին։ Խի ելա Ձիթենյաց սարը աղոթելու։ Հիսուսը սովորություն ուներ, երբ որ մենակ էր մնում, ինքը աղոթում էր։ Հիմա ես քեզ հարցնում եմ, երբ որ դու մենակ ես մնում, ինչ ես անում։ Հովիվ կասես, պարծանք այդ տնեցիք, իստո ինչ չեմ անում, ինչ չեմ կարող իրաց ներկայության անում, են էլ անում եմ։ Մեկը գնում է մի անգամից քնում է, որտեվ կինը գալիս է, գիտեք, կանայք չեն սիրում, որ տղամարդիկ պարկած են։ Նկատել եք։ Ոչ մի բան չկա անելու, ամեն ինչ արածա, բա մեկ է կախտել ասում։ Դա տղամարդը կքնի այս ժամին կամ կպարկի այս ժամին։ Իրանք չեն սիրում։ Ես գիտեմ, որ իմ կինը չի սիրում, ես էլ գնում եմ իմ կաբինետը, օֆիսում, եթե պետք է այնտեղ եմ հանգստանում, ոչ մեկ չկա, այնտեղ պետք է այնտեղ հանգստանամ։ Գիտեք, բայց Հիսուսը սովորությունն էր, երբ որ մենակ ես մնում, ինչ որ անում ես,
Այդ էլ քո սովորությունն է։ Հերու պետք չի գնալ։ Ինչ ես անում այդ ժամանակ։ Մեկ երասով է կարում մեկ այդ մի ժամ խոսում է, մեկ ուրիշ բան անում։ Հիսուսը սովորություններ աղոթելու։ Եվ այդ աղոթքը իր սովորություններ, դուք ասես ինչքան կարելի է։ Լսեք, իր սովորություններ է դի։ Երբ որ սովորություն է դառնում, էլ չի նայում ինչքան կարելի է, այդ իր սովորությունն է։ Ինքը սովորություն ուներ աղոթելու։ Որտեւ ինքը գիտեր, որ երբ որ գախնի տեղը աղոթում ես ասում, ինքը հայտնապես քեզ հատուցում է։ Իսկական ճիշտ աղոթքը եկեղեցում չի։ Իսկական ճիշտ աղոթքը այն ժամանակը, երբ որ դու մենակ ես ու մարդ չկա, որ տեսնի, թե դու ինչ ես անում։ Այդ ժամանակ, երբ որ դու աղոթում ես, ուրեմն հայտնապես կստանաս դու։ Որովհետև դու աղոթքը քո կյանքում սարքել ես սովորություն, դու կասես, բա ոնց սարքեմ, սկսի աղոթել կդառնա սովորություն։ Դու կզգաս այդ հաճույքը։ Ինձ ասում էին, հա դու ոնց թողեցիր այդ ամեն ինչը բան։ Ես սեր եմ ունեցել էլի այդ այն բաների հետ, որոնք ոնց թափությունից մարդուն հանում են, շեշտ եմ էլի։ Այն բարձր բաների հետ, չեմ ասում այդ մանր-մուներ բաները։ Ամեն ինչ արել եմ կյանքիս մեջ։ Ինձ դուր է եկել, որտեղ ասել եմ մի անգամ ապրելու եմ, դա անելու եմ։ Ես սիրում էի այդ ամեն ինչը։ Հետո ինձ ասեցին, ո՞նց եղավ, որ դու դա թողեցիր։ Այդ ո՞նց քո վրա ազդեց քո կնիկը։ Մեկը դա կարա տենց ասել, իբր թե կնիկս ազդե իմ վրա։ Ասում եմ, կինը չի ազդե իմ վրա։ Ոչ մեկ չի ասել, այդ եկեղեցին, որ գնում ես, այդ ոնց քեզի վերբով կա արեցին, դա դες բառեր են ասում, որ քեզ իջացնեն, էլի։ Ինձ ոչ մեկ վերբով կա չի արել։ Ուղղակի աղոթքի ժամանակ Սուրբ Հոգու այդ հաղորդակցությունը ավելի հաճելի է ինձ, քան թե այն, ինչ որ ես դուրս էի գալիս ստապությունից դուրս գալու համար անում եմ, որտեղ Սուրբ Հոգու այդ լեցունությունը հարբեցողություն է տալիս սիրելի քույրեր եղբայրներ։ Եվ մի հարբեք գինիով, այլ լցվեք Սուրբ Հոգով, ինչի, որտեղ քեֆդ լավանում է, հոգևոր քեֆդ է լավանում։ Ամեն։ Եվ երկրորդ բանը, որ Հիսուսը սովորություն ուներ, ինքը մի բան էր, որ ուներ սովորություն, գրածա եւ իր սովորության համեմատ, գրածա վեր կացավ այնտեղից, եկավ Հրեաստանի սահմանները Հորդանային կողմը ժողովուրդը դարձյալ հավաքվում էին նրա մոտ եւ ինչպես որ սովոր էր, դարձյալ սովորեցնում էր նրանց։ Ինքը սովորություն ուներ մարդկանց սովորեցնելու։ Ինքը չէր պահանջում, ինքը սովորեցնում էր։ Սիրներ, սովորություն դարձրեք մարդկանց սովորեցնել, ձեր երեխեքին սովորեցնել։ Մենք երեխեքին մեկ-մեկ գոռում ենք իրենց վրա, ինչի ես էս անում, դու ես կարծես թե սովորեցրել եք իրենց, ախր մենք չենք է սովորացրել, մեզ թվում է թե իրենք պետք է որ իմանան դա։ Մենք շատ անգամ հովիվներս գիտենք թե ժողովուրդը պետք է որ իմանա դա, քեզ թվում է թե դու գիտես, բոլորը գիտեն։ Բայց Հիսուսը սկսում էր բոլորի հետ խոսել եւ բացատրել։ Ինքը սովորություն ուներ սովորացնելու, ոչ թե ջղայնանալու։ Ներվեր չունեմ, հա։ Ներվեր չունեմ։ Ներվեր չունես, որովհետև չես սովորացրել ժամանակին, որ սովորացնել ներվերը տեղը կմնար։ Երեխեքի վրա ջղայնանալը ո՞րն է։ Էդի մի արա, դե բացատրի։ Շատ ասենք էսի դզա։ Ու վերջ։ Ասեք, մենք պետքա սովորություն, մենք պետքա մեր սովորությունով մարդկանց հետ սովորեցնենք մարդկանց։ Ոտ վերցրեցիր այսօրվա խոսքը, գնա մեկին սովորեցրու։ Եթե դու սկսես սովորեցնել մարդկանց, քաղաքը կփոխվի, փողոցը կփոխվի, երկիրը փոխվի եւ այդ բթամիտ սովորություններից մարդիկ դուրս կգան եւ կմտնեն քրիստոնեական սովորությունների մեջ, ոնց որ Կորեայում ամեն Կիրակի օրը հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ, 100 հազարավոր մարդիկ գիրքները ձեռները գնում են եկեղեցի։ Ինչի սովորությունը լավ բաները սովորություն արա, վատ բաներից ազատվի։ Եվ դրանք կնես մի ես այսօր չեմ եկել ուղղակի խոսեմ մարդկային սովորության մասին։ Սովորության հետևը կանգնած են դիվային ուժերը կամ Աստված հետարքրված է, որ դու իր խոսքը, իր պատվիրանը, աղոթքը, ուսուցանելը, խաղաղ խոսելը դարձնես քո համար սովորություն։ Փորձի, տես ինչ լավ է, որ մեկ ասում է, «Էս ինչ խաղաղ մարդ է»։ Ես շատ փոթորկոտ եմ եղել, բայց Սուրբ Հոգու այդ հաղորդակցությունով ես արդեն զգում եմ, որ ինձ դուր չի գալիս, երբ որ մեր տանը մեկը ձայնը բարձրացնում է։ Տոնայնությունը փոխում է, եւ կնոջս ասում եմ, խնդրում եմ քեզ, ուղղակի տոնայնությունը մի փոխի։ Տոնայնությունը գիտեք ո՞րն է։ Տոնայնությունը ձենը չի։ Տոնայնությունը, ասենք, ես հիմա սենց եմ խոսում, ասենք, հիմա տոնայնությունս բարձրացնեմ։ Ես հիմա սենց եմ խոսում։ Կին կա որ երեխեքի վրա որ խոսում է, տոնայնությունը 4 օկտավա բարձրանում է վերև։ Արդեն
ճղոցա գալիս, ասես ձենա գալիս արդեն, 4 օկտավա բարձացրելա վերև էլի, իսկ ով տոնայնությունը չի բարձրացնում, հանգիստ եղիքն, բալես էդի մի արա, հանգիստ, ես կնիկն ասում, դու մի հատ տղամարդ չես, մի հատ գոռա էլի, բայց ինչի ես գոռամ, թող սովորացնե, որ գոռացել ես, օգուտ տվել է, չի տվել, գիտեք, Աստված ուզում է, որ մենք օրհնված կյանք ապրենք, եւ ինքը ուզում է, որ մենք փոխվենք, եւ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեր հին սովորությունները, աշխարհի սովորությունները քանդի, որ մենք ոչ թե ապրենք հին սովորություններով, այլ մենք ապրենք հոգու նորոգությամբ, այսինքն քո ուղեղը արդեն աշխատում է, դա լավ է թե վատ է, ինչ որ անես խոսքով թե գործով, արա Աստծո փառքի համար։ Ամեն, ամեն, ամեն։ Մեզ պետք չի թշնամիներ ձեռք բերենք, մեզ պետք է ընկերներ ձեռք բերենք։ Մենք աշխարհի աղ ու լույսն ենք։ Եթե դու սովորություններից, քո սովորություններից, աշխարհի սովորություններից, եթե դու դուրս գաս, դու կսկսես մտածել։ Հակառակորդը հետաքրքրված է, որ մենք մտածելու ունակություն չունենանք, այլ մենք ապրենք սովորություններով։ Ուշադրություն դարձրու ինչ սովորությունն ես։ Առավոտից մինչև իրիկու սրանից հետո ինչ որ ասում ես, անգամ խոսքով, տես ինչքան հին բառեր ունես դու, հին մտքեր ունես ասելու, որոնք սովորություն են դառել։ Օրինակ ինչ-որ մեկը մի բան անում, որ այդ զահմանալի պահ, էսի սովորություն է։ Ինչ է դու պահ։ Իսկ փորձի դրա փոխարեն զարմանքդ ուրիշ ձև արտահայտես։ Իսկ եթե ծաղրում ես, մի ծաղրի։ Մարդկա սովորությունից ծաղրում է մարդկանց։ Եվ Աստված ասում է, իմ դուրը չի գալիս դա։ Դա հոգի է, դու իտի չես ծաղրում։ Մարդկա սովորությունի խեղկատակություն անի։ Ամեն ինչը բերի ծիծաղի, հումորի, ինչ ասում ես հումորի է վերածում։ Եվ դա էլ է խնդրեմ։ Որտեվ երբ որ հումորի է վերածում, իր մտքի ու իր սրտի մեջ չի մտնում ճշմարտությունը։ Ինքը վերցնում է ճշմարտությունը, աբորտանում ու շպրտում է մի կողմի վրա, եւ ճշմարտությունը չի մտնում իր սրտի մեջ։ Ինչի, որտեվ ինքը խեղկատակությամբ է մոտենում դրան։ Պահ։ Դու ես էլի որ կայիր։ Այդ մարդը երբեք ճշմարտությանը չի հասնի, մինչև որ չմտածես, ինչ եմ ասում ես։ Ամեն։ Ես շատ հոգևոր բաներ եմ ես ասում ձեզ, ես կենցաղային բան չեմ ասում, սա լուրջ խնդիր է, որտեղ սրանով հետաքրքրված է օդի իշխանը, սովորությունների մեջ գցի, որ ինքը ազատվի գնա ուրիշների հետևից, խոմ քո կողքը պահակ չի դնելու, հա։ Հենց որ մարդը մտա սովորությունների մեջ, այդ մեկին ասում է, «Վсё, էսի մերն արդեն, գնա ուրիշների հետևից»։ Եվ դու արդեն գերի ես այդ սովորություններին, ապրում ես ու չգիտես ինչի ես ապրում, ինչ-որ բաներ ես ասում ու չգիտես ինչի ես այդ բաները ասում, եւ դա քեզ օգուտ չի։ Քրիստոսի հետ կյանքը դա վստահ առողջ մտածելով կյանք է, որ ինչ որ դու անում ես, դու շատ լավ կարողանում ես դրա համար պատասխան տես, թե ինչի ես դու անում։ Եվ Պետրոս ասում է, ինչ որ անում եք, որ ուրիշները հարցնեն, դուք պետք է դրա համար պատասխան տաք, այսինքն կարողանաք իրենց պատասխանեք, ինչի եք էդի անում։ Եթե դու եկել ես ասում ինչի ես այդտեղ գնում, դե ասում ես, դե ես իմ հարևանս ասեց արի, ես էլ գնացի, էլի։ Դու պետք է կարողանաս հասկանաս, ինչի ես ապաշխարել։ Եթե դու այստեղ ես, ուրեմն գնա առաջ Տիրոջ մեջ։ Եթե դու այստեղ ես, թող հին սովորություններդ։ Ես այսօր չեմ խոսում դա մեղքա թե չէ, դա քեզ օգուտ է թե չէ, սիրելի քույրս ու եղբայրս։ Քեզ օգուտ է էդի։ Աստծո խոսքը ասում որ ամեն մի բառ, որ ձեր բերանից հայություն դուրս է գալիս, դա ապականում է ձեր ներսը։ Դու ոչ թե ինչ-որ մեկին հայություն ես տալիս հիմար ասելով։ Ես 33 տարի է ոչ մեկին իրան հիմար չեմ ասել։ Անկամ որ հիմա ասում եմ դժվարությամբ եմ էդի ասում։ Ես այդ բառը չեմ ասել, չեմ ասում հայհոյանք։ Ես ձեզ մի բան ասեմ ու վերջացնեմ։ Ես նայել եմ բառարան, դուք էլ կարող եք Google-ով նայեք, ինչ է հայհոյությունը։ Հայհոյությունը դա մոգերի կատարած ծիսակատարությանն է, որ իբր թե օրհնում էին, որ բերք լինի, եւ իրենք հավատում էին, որ այդ սեռական անունները կամ այդ օրգանների անունները տալով իրանք օրհնություն են բերելու, որ երկնքից օրհնություն թափի եւ բերք ուտա։ Դուք կարող եք կարդալ հենց հայերեն գրեք, ինչ է հայհոյությունը։ Եվ եթե շատ երկար գրած է, դուք կզարմանաք, որ դա գալիս է կախարդությունից, դա գալիս է սատանայից, եւ երբ որ աղջիկները բերում էին հանդում, այդ հնձվոր մարդկանց մեր հեթանոսական, հայկական հեթանոսական ժամանակներում, որ հաց էին բերում, երբ որ գնում էին, սրանք հետևից սկսում էին ինչ-որ բաներ ասել իրա վերաբերյալ եւ դա թվում էր թե լավ բան են իրանք ասում։ Մի ժամանակ դա եղել է սովորություն իրանց հետևից
Դա կոչվել է արաբերեն քուֆր բառն է, այսինքն հայոյություն, որ ասում են քֆուր է տալիս, այդ արաբերեն բառը, եւ այդ արաբական այդ արմատների այդ հեթանոսական արմատները, որը կախարդության հետ կապ ունի։ Այսօր մարդը դա սատանայից է գալիս։ Որտեվ Աստծո խոսքը ասում է, որ հայոյում էր, թող չհայոյի, որովհետև դու ապականում ես քո կյանքը, քո ներքին կյանքը, քո մարմինը, քո շունչը, եւ Սուրբ Հոգին տրտմում է, իրան դուր չի գալիս այդ բառը։ Եվ ինչքան լավ է, որ մեկը լսում է քեզ կողքից, իբր դու լավ մարդ ես, հարևանն կամ մեկն կամ հեռախոսի մեջ ամտեր, եւ դու մի ժամ խոսում ես, 2 ժամ, 3 ժամ, մի տարի, 10 տարի, 20 տարի, 30 տարի, եւ այս մարդը լսում է, որ դու ոչ մեկի հետևից ոչ բամբասում ես, ոչ իրանց հայհոյում ես, ոչ մեկի հանդեպ նախանձություն չունես, եւ ինքը նայում է քո կյանքին, քո հարևանը նայում է քո կյանքին։ Ես չեմ ասում, այս ձևի եղի, ես քեզ մի բան եմ ասում, Սուրբ Հոգին եկել է, որ քեզ փոխի։ Դուք ասես, ես չեմ կարա փոխվեմ, հիմա դու ասում ես սենց է, դու քեզանով ոչ մի բան չես կարող անել։ Հանձնի Տիրոջը եւ ասա, ես դատապարտում եմ իմ մեջ այս հայհոյությունը։ Ես հեսա այդ վատ խոսքի փոխարեն լավ բառ եմ ասելու։ Մի օր մամաս ջղայնացած էր պապայից մեծ տունը ռուսերեն էին խոսում։ Ուզում էր մի հատ վատ բան ասեր, մեկ էլ բերանից դուրս եկավ մեղր բառ ասես։ Մյոդ ու ինքը ծիծաղաց, պապաս ծիծաղաց, մամաս եկավ ինձ պատմեց, թող մեր բերանից փիս բառերի փոխարեն քաղցր բաներ դուրս գա։ Բոլորը ծիծաղացին, բայց որ վատ բան ասեր, բոլորը կտխրեին, կռիվ կլներ։ Տերը մեզ կանչել է, որ մեր սովորությունները փոխենք։ Ձեռք բեր այն սովորությունները, որը որ Տեր ուներ։ Մենակ ես մնում, հələ փորձի տես ինչ լավ է մենակ աղոթել։ Դու գիտես որ ընդհանուր աղոթում են, դա լավ է, օրհնություն կա, բան իրար հետ։ Դա շատ լավ է, աղոթքաժողովները լավ, բայց աղոթքաժողովին աղոթողը չի, որ ինքը սովորությունն է աղոթի, այլ նա որ մենակ է։ Այդտեղ չերևացած բանը դառնում է երևացած, գաղտնի բաները դառնում են հայտնի։ Ով մեզ այսքան բան կսովորացներ, էլ ինստիտուտ եմ ավարտել, դպրոց, էլ մանկապարտեզ, էլ ինչ ասես ավարտեցինք, ոչ մեկ մեզ չի սովորեցնի այս բաներ, իսկ Աստծո խոսքում կա քաղցր, անուշ կյանքի խոսքեր։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ես այնց եմ ուզում, որ մեր ժողովուրդը լույս լինի, աղ լինի, որտեղ որ մտնի ողջամիտ բաներ ասի։ Ես ձեզ մի բան ասեմ, եթե մի բանից չեք հասկանում, պարտադիր չի որ խոսակ դրա մասին։ Եթե ձեզ հարց են տալի որպես հավատացյալ ինչ-որ մի բան, ասա ես չգիտեմ։ Հələ չգիտեմ, վաղը կիմանամ, բայց այսօր ես չգիտեմ, բայց մի ստից բաներ խոսա։ Մի ասես որ միստիկ բաներ, այսօր քրիստոնյաների շատերը միստիկ, անհասկանալի բաներ են խոսում, եւ դա ողջամիտ չի։ Քո ասածը պետք է այնքան ողջամիտ լինի։ Որ ես մարդը մտածի ասի, ես չեմ հասկանում մեծ հաշվով ինչ ասում, բայց ինչ-որ մի լավ բաներ ասում է։ Ինքը առողջ մտածելակերպ ունի։ Քո միտքը պետք է առողջ լինի։ Իսկ սովորությունները փչացնում են, քանդում են քո առողջ միտքը եւ հիվանդացնում են։ Դրա համար սատանան թող մեր կյանքի մեջից հեռանա Տեր Հիսուսի անունով, այդ իր սովորություններով, այդ իր ասած ասած թաշախուստայով հայերեն ասած, թող հեռանա մեր կյանքից։ Մենք ուզում ենք Տիրոջ հետ ապրել։ Ամեն։